ջան, ես ուզում եմ հաշվի առնենք, որ մեր բնակչության 90%-ը երթևեկության կանոններից, տարրական կանոններից օգտվել չգիտի։ Կանչում են ընենց տեղից, որտեղ կանգնել, կայանել արգելվում է։ 6-700 դրամանոց պատվերի պատճառով մենք տուժվում ենք կներեք, էլի 5000 դրամ ես տուգանք եմ վճարում, որ մի հատ ուղևոր վերցնեմ ընենց տեղից, որտեղից հնարավոր չի կանգնել, կայանել 59 վայրկյան։ Ու ապրեք, այո, տուգանքները գերազանցում է մեր եկամուտներին քշելով 15-ից 16 ժամ դեպքում։ Չի կարելի սենց բարեկեցիկ կյանք ապահովել, ուղղակի անհնար է այս ոլորտում։ Երրորդը միջնորդավճարի նվազեցում։ Միջնորդավճար Yandex-ի, միջնորդավճար գործող պարկին, որտեղ գրանցված եմ, տուրքեր, տուգանքներ, չգիտեմ ինչեր, գիտեք ես այն ոլորտն է, որտեղ մեծ ներդրում է պահանջվում վարորդից։ Ինչի ներդրում, որովհետև ամեն տարի Yandex-ը որոշում է, որ քո մեքենան հաջորդ տարվա շահագործման համար հնարավորություն չունի։ Ես ստիպված եմ լինում իմ մեքենան վաճառեմ ցածր գնով, վերցնեմ ավելի բարձր մոդելի ժամանակակից բարձր տարեթիվով մեքենա, որ կարող լինեմ մյուս տարի սպասարկեմ մեր երևանցիներին, հա, սենց ասեմ։ Ու սա պակաս կարևոր ոլորտ չի, քան ավտոբուսը, տրոլեյբուսը կամ մետրոն անգամ։ Սա ավելի կարևոր ոլորտ է, որը բացի թողի վիճակում է։ Ուղղակի իմ ընկերների հետ մենք խնդրում ենք այս բոլոր կետերին տալ ընթացք եւ դրական լուծում։ Ընդամենը ուրիշ բան ավելացնելու ես կարծում եմ այս պահին չկա։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։